Հասել ենք կիսաեզրափակիչ ու ինձ համար ոչ պակաս այսպես էմոցիոնալ խաղ է լինելու, քան եզրափակիչը, որովհետև սա եւս վճռորոշ խաղ է, ու այս պահին ամենաայսպես էմոցիոնալ տաք երանդում պահին մեզ հետ է մեր գործընկերը։ Այո, եւ մենք ունենք հրաշալի հնարավորություն այս սարը սուրճը խմելու, զովանալու այս պահին։ այո, հրաշալի եղանակ։ Դուք մեր դեմքից իրականում չեք տեսնում, թե ինչ տանջանքների միջով ենք մենք։ Շոկ ազու, թե չէ հրաշալի եղանակ է։ Դե ոնց որ կասեր դասականը let's do it։ Սիրելի հեռուստադիտող, Armenia հեռուստաընկերության American Production YouTube կանալիքով ընթացող Arm Games ամառային եթերաշրջանի կիսաեզրափակիչ խաղը։ 12 մասնակից։ Խենթ էներգիչնի մասնակիցներ մրցել են միմյանց դեմ եւ ընդամենը մեկ հաղորդում հետո Armenia հեռուստաընկերության կողմից տրամադրված ավտոմեքենայով կգնա տուն։ Ասա դժվար։ Կողմում չի գնում, բայց կարևորը մեքենայով է գնալու։ Դե ինչ, սիրելի մասնակիցներ, ո՞նց եք։ Պայջոտ։ Լավ։ Թանգարաններ կան, կարոշի սաղ մեզ պսակում են, ենա կարոշի հվակվել ենք։ 7-րդ հաղորդման, այսինքն կիսաեզրափակիչ խաղի առաջին փորձությունը կամ առաջին խաղը շատ էմոցիոնալ է։ Այս խաղը մենք անվանում ենք հաչինգ կամ մահացու հպում։ Սա մեր ամենասիրելի խաղերից մեկն է։ Մեր Arm Games-ի բոլոր սիրահարները գիտեն այս խաղի մասին։ Այս փուլից 6 մասնակից գնալու է վտանգավոր գոտի։ Իսկ բացատրեմ խաղը։ Առաջին խաղը արդեն իսկ հեռուստադիտողին ծանոթ մահացու նվեր խաղն է։ Պատահականության սկզբունքով ընտրվում է մասնակից, ով էլ որոշում է, թե ում առջև է դնելու մահացու նվերը։ Խաղի կանոնները կարծում եմ ձեզ բոլորիդ պարզ են։ Առաջին նկարը կհանենք մենք, հետո արդեն ամեն դուրս եկող մասնակից, ով դուրս է գալիս, ինքը կշարունակի։ Խաղը ինչպես տեսնում եք, մեզ համար պատրաստել է Vega ընկերությունը, մեր լավագույն գործընկերը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Vegan կահույքի եւ տեխնիկայի ամենամեծ ցանցը ունի Հայաստանում։ Գերազանց գիտի։ Այս բուրգն է, որ դնելու ենք մասնակիցների դիմաց, սա հենց մահացու հպման համար է։ Հիմա խնդրեմ առաջինը դու հանին։ Առաջինը Մարիամը կբացի որևէ մարդու կերպար, մարդու նկար, մյուսից արդեն դուրս եկող մասնակիցները։ Ով է, ես նայեմ։ Ես ամբողջ շրջանով մի հատ քայլ կանեմ, որ իմ շողքը, իմ, այսպես ասած, քայլերը որևէ մեկին չօգնի կամ չխանգարի։ Սա պարտադիր կանոն է։ Երեք հաշվից մենք կբացենք աչքերը, ում դիմաց դրված է բուրգը, նա կգա կենտրոն։ 1, 2, 3, բացում ենք աչքերը։ Բացում եմ աչքերս, տեսնում եմ արդեն հենց առաջինը ինձ մոտ է դրած։ Ընդհանրապես ոչ մեկին չէի կասկածում, ընդհանրապես, եթե ինձ հարցնեին, ես կասեի այն մոլորակայիններ։ Կարող եմ ակնոցս դնել։ Իհարկե։ Կարինը խնդրեց, որպեսզի ակնոցը դնի։ Կարին։ Դու կարա զրուցես, կարա հարցեր տաս ու վերջում որոշում եք կայացնես։
Ես մտածում եմ, որ բոլորը իմ կողմից են, պատահաբար մեկը դուրս արել։ Մտածում եմ կամ Էվիկն ա դրել, կամ Գրիշան։ Քո որոշումից կախված կամ դու ես գնալու վտանգավոր գոտի, կամ տվյալ մասնակիցը։ Դե ճիշտ լինես տվյալ մասնակիցը։ Սխալի դեպքում դու։ Կամ Հարութը, կամ Գրիշան։ Հարութ աչքով արա, դու ես դրել։ Չտղայա։ Արսեն, ինչ ես ծիծաղում, դու ես դրել։ Այդ աշկիների դետիժ մեծ ա թանկը։ Հա, Արսեն։ Արսեն, դու ես դրել։ Չեմ կարա ասեմ։ Չես կարա ասես ինչ։ Դու ես դրել։ Ոնց ասեմ։ Ես չեմ նայում քո դեմքին, որ խապսեր չտամ։ Դու ես դրել։ Չէ։ Մեկն էլ օրինակ խնդու։ Ինքը այն կողմից ա խնդում։ Այ ցածայմի դու ես նայում։ Ինքը ձախից ա խնդում, դու աչքից ա։ Ո՞ս ա։ Խելացի եղի, խելացի։ Քեք անընդհատ այդ վատը տղաների մեջ ման գալիս, ես դրանում եմ զարմանում։ Կարա ջան, քեզ սաղ տղեկը սիրում ես։ Ու, հան էլի։ Օքին քու մարտեսակը, քու լավ մարդ եղնելը։ Էվիկ, ինձ թվում ա դու, որովհետև զգուշ ես եկել։ Ու դու ամենա նրբանկատն ես, հա? Մտածում եմ, որ դու այնց կգայր, որ ես նույնիսկ չէի զգա քո քայլերը։ Հա? Կարին ջան, ամեն դեպքում պետքա որևէ որոշում կայացնես։ Չէ։ Էվիկ, խնդրեմ մոտեցիր այդ գանձով, հա։ Սկզբում Դե պարզ ա, որ դու չես։ Սկզբում միայն տղաների վրա գնաց, հետո Կարեն ասեց ինչի ես տղաների, այսպես ասած, դեմ գնում։ Սերոժ ասեց, որ մենք բոլորս սիրում ենք քեզ, ճիշտ է։ Ես եք ուտը կերամյակ։ Ամեն դեպքում Էդիկը չի դրել։ Կարին դու վտանգավոր գոտում ես։ Կարինը վտանգավոր գոտում է, Էդիկ գնա քո տեղը, բայց դա դեռ վերջը չի։ Բայց այսօր դնեմ հիմա։ Սա թող մնա ինձ մոտ, դու արի նկարը պետքա քաշես։ Բոլորը փակում են աչքերը։ Երեք հաշվից բոլորը աչքերը բացում են 1, 2, 3։ Ասմա երեկոն բարի չէր Մաշայի համար։ Так, ես իմ այս ոչ սիրուն տեսքով արևահարված Դու միշտ ես սիրուն։ ապրես կյանքս։ Ես տրամաբանորեն եմ մտածելու ու այսպես բացառելով գնալու եմ։ Ինձանից վեր սկսենք։ Սերոժ դու կդնեիր ինձ։ Դու ո՞նց ես մտածել։ Չէ։ Գարեն դու կդնեիր։ Հնարավոր է։ Չեմ բացառում։ Բայց չեմ կարծում որ դու, չգիտեմ, մի տեսակ սիրտս չի զգում որ դու կդնեիր իմ Սիրտը վրա։ ճիշտ է զգում։ Ագնես, ես քո հետ լավ եմ, դու իմ հետ լավ ես։ Ինձ էլ է թվում որ դու իմ հետ լավ ես։ Թամի վրա կասկածում եմ իրականում, որովհետև մի քանի անգամ որ արդեն կրեցի, կարա լինի այնց որ Թամին հիմա դրած լինի իմ վրա, ոնց որ շախի մատ էլի ինձ հանի։ Կարար տենց բան լիներ Թամ։ Թե դու ուզում ես մենք իրար հետ խաղանք մինչև վերջ։ Քո հետ չեմ ուզում, քո դեմ չեմ ուզում խաղալ։ Okay։ Էվիկի վրա ընդհանրապես չեմ կասկածում։ Ես աշուտ կգնամ այս նախագծը։ Ինձ էլ է տենց թվում։ Գրիշ իմ զեմլակն է, չեմ հավատում, որ կարար այդպիսի քայլ աներ իմ հանդեպ, չեմ ասի ստորություն, այս խաղա ու բոլորս էլ ամեն ինչ կարանք անել։ Ինչի լավ է ստորություն։ Դել մի հրավիրի։ Անի լավ։ Արսենի հետ հələ աշխատելու ունենք։ Այս պահին կասկածում եմ,
Մարիամի ու Միլայի վրա, բայց ինձ թվում է, եթե սենց մտածենք, որ զուտ Մարիամի կողքն է մեղել, ինքը ուզելա շատ չգնա ու ին վրա է դրել, կարա լինի։ Կգնայի, հեռու չգիտեմ, եկեք ես իմ սրտին լսեմ, ինձ թվում է, ստեղ բոլորը իմ հետ լավ են, ընկերներ են, բայց Միլան մի բան ունի իմ հանդեպ, որովհետև ես Էվիկին բերեցի, իրան շախ իմատարեցի, հանեցի։ Արի սիրելիս, ես քեզ եմ ասում, բան չունեմ ասելու։ Կանգնում եք իր դեմ դիմաց։ Ողջունում ես լավ։ Երեխեք կհարցնեք ոնց, ես միանգամից հասկացա, որ այսքանի մեջ Միլանա իմ դեմ տրամադրված ում Մաշճան, հիշյոնի вечер։ Այո, սիրելիս, բուրգը քոնն է։ Բայ գորա։ Ապրես։ Ես ունեմ հնարավորություն դնելու իմ ընկերների մոտ, բայց քանի որ ես ու Մաշ ունենք իրար հետ լարվածություն, ես գիտակցելը որ ինքը ինձ կգուշակի, ես հենց տանում իր դնում եմ իր մոտ։ Այս պահին Միլան ու Կարինը գտնվում են վտանգավոր գոտում, իսկ հիմա Միլան կբացի երրորդ քարտը, տեսնենք թե ով է։ Երրորդ մարդուն։ Այս անգամ։ 3 հաշվից բոլորին կխնդրեմ գլուխները բարձրացնեն եւ բացեն։ 1, 2, 3։ Բացում ենք աչքերը։ Այո։ Գրիշան, այս պահին չգիտեմ ոնց ասեմ, բայց կարծում եմ ոչ այդքան հաճելի իրավիճակում։ Ցան մեջ է։ Ես էլ կփորձեմ էլի չգիտեմ, բացառելով հասկանամ ով ա եղել։ Եթե լինեմ անկեղծ, սենց հաստատ մտածում եմ, որ չի եղել Հարութը, Մաշան, Մարիամը ու Ագնեսը։ Այսինքն մտածում ես տղա ա եղել, ճիշտ լսեցի։ Չէ, տղաներից չեմ բացառում Սերոժային, Կարենին ու Արսենին։ Չէր դնի, չէ։ Ինչ չէր դնի, չէ։ Հավատում եմ։ Ո՞վ է ուզում Գրիշան դուրս գա, վայ։ Ես էլ չգիտեմ, բայց սոտիկի շատ դժվար է։ Արսեն, Թամի, Կարեն, Սերոժա, այս 4-ի մեջ է ընտրությունը։ Okay։ Այ զարից ցենք թանգարաշնային լա։ Ջան, Արին զարից հարց էր տու լա էլի։ չէ, օրինակ, նայ անկեղծ դու շահ կունենաս, որ ես դուրս գամ։ Այդ ճիշտ ես ասում։ Կակ մինիմում մի տղա չի չալնելու։ Չգիտեմ, Կարենին այդ թվարկած 4-ից Կարենին ամենաճիշտն եմ կասկածում։ Էդքի Կարենը շահ չուներ։ Կարենը շահ չուներ, որ մի տղա կտապակապակա։ Ինչի շանս։ Որ տղա դուրս գա։ Հա, ունի, ոնց չունի, բայց դե հիմա չգիտեմ, մարդկային շփում կամ նո վերջը։ Էդ էլ է շիշտ։ Չգիտեմ, կասեմ սենց շատ նուրբ է դրվել իմ առաջ, որ ընդհանրապես ոչ մի ես չէի պատկերացնում, որ դա իմ դիմացալնելու ու երևի все-таки Թամին։ Քո որոշումը գրիշ։ Թամին։ Լուրջ ես ասում։ Թամի, ես ինչեր ես արել։ Սա քեզ պահիր, որովհետև Թամը չէր։ Ես քեզ ասեցի։ Դե ոչինչ, տենց էլ է լինում։ Հակառակ պատասխանը չի ասում։ Իհարկե Ով է ոչ։ եղել։ Դեռ եւս 3-ը այս փուլից լքելու են։ 3 հաշվից բացում ենք աչքերը, 1, 2, 3։ Արայ
Այսինչ բոյրա գնեմ։ Սիրտս վկայում էր վատ լուր ու աչքերս բացեցի, բուրգը դիմացս էր։ Մամա։ Ո՞վ է դրել Էվիկին։ Էվիկա։ Անշնորհքներ։ Էվա ջանարին զանից սկսենք։ Արցեր դու։ Ո՞վ է դրել։ Էս արա իստի ասի, նա ինձ ասա։ Ես տե սաղից սիրում եմ, հիմա մնացել են, ստել բան չկա, ուզած չուզած մեկին պետք է դնես։ Տելը կարած տենց չհաշվես։ Էձիկը։ Ասի չջոգի, բայց Նա, եթե անկեղծ է, հիմա մնացել ենք սաղս ընկերներով ենք, պետքա մեկին դնես։ Չես կարա ասես։ Հիմա սաղին է կարամ դնեմ։ Չէ, ես չեմ շեղում, ես անկեղծ ասում եմ, չէ։ Լարսենի դեմքին նայ, Արսենը կարա տես բանք հանդեպ անի։ Եղիր խելացի, Եվա, եղիր խելացի։ Ես թամի վրա եմ օրինակ կասկածում անձամբ, չգիտեմ։ Էվիկը եթե շարունակի լսել մաշին, հաստատ ուղակի կրվելու է։ Իմ ինտուիցիան անկեղծ ընդհանրապես լավը չի, այս որոշեցի վստահեմ այս հաղորդման մեջ իմ ընկերոջը եւ Մաշայի կարծիքը լսեցի։ Այս պատասխանատվությունը որ քո վրա է։ Քանի ատքու վրա կասկածին, այդ ցավը տանես ինչ ես դու արում։ Խնդրում եմ, Էվիկ։ Թամի։ Մի տեսակով չի ալարում, ինձ կասկածում է։ Ինչ էր մտածում Արսենը։ Որտեղ հստակ չասեց, էլի, որ հստակ դրած չլեր, կասեր այ մար չեմ դրել, ոնց կդնեի քո դեմ, հստակ չասեց։ Եթե ինքը ասում է չեմ դրել ու ինքը օրինակ չի դրել, դու կարաս ճիշտ մարդու գտնես, բայց եթե Արսենը կարող ուզում է որ դու դուրս մնաս։ Այնտեղ է, ես շատ հուսով եմ, որ չի ուզում ինքը ես դուրս մնամ։ Դե փաստեցի չպատասխանեց քո տված հարցին։ Արդեն լավ չի էլի։ Եթե հիմա կարողաներ փոխել, հնարավոր է թամնա։ Բայց եթե հենց հիմա հնարավորություն ունենար փոխել, այլ հնարավորություն չունես։ Ում կընտրեիր։ Կարող ասել մնում է նույնը։ Էվիկ, քեզ լսի խնդրում եմ, սիրտս չի դիմանալու գիշերը չեմ։ Արդեն որոշումը կայացնել ես, ավելի հանգիստ է որ կարաս հիմա որոշես։ Ինձ թվում է մի քիչ Արսենը։ Արսեն, շատ լավ։ Երբ որ դու թամին հարցեցի դու դրել ես, մարդկանց էմոցիաները ճանաչող մարդ, որ ես ինձ տենց եմ համարում, շատ անկեղծ ասես, չէ՞։ Եթե ինքը կարողանա տենց խաբել, եթե ինքը տենց կարողանում է խաբել, հրաշքա։ Ինչ ես կարծում, կարողանա տենց խաբել։ Հիմա չէ։ Դու ճիշտ ես։ Ինքը չի խաբել։ Ես ում եմ վատությունները չեմ հասկանում։ Բայտ եմ ասում, էլի։ Ինքը քեզ չխաբեց։ Եվ վալյա, ես վտանգավոր գոտում եմ, մերսի Մաշ ջան։ Չեմ հավատում, որ Էվիկին սխալ եմ հուշում։ Գիշերը քոնս չի տանելու։ Լավ, ոնց։ Հիմա փոշմանում ես, չէ՞, որտեղ դու քո հարցին պատասխանեցի։ Համար հա Արսենը շատ ոչ միանշանակ էր։ Ես չեմ ասում Արսենն, հա, բայց ես քեզ համար հաստատեցի։ Թամը քեզ շատ ուղիղ ասեց։ Ես կարծում եմ մարդիկ տենց չեն կարողանում թափել։ Ես տենց եմ մտածում, կարող է ես տենց հավատում եմ մարդկանց։ Ես 3 հաշվից կխնդրեմ, որ մենք մեր աչքերը բացենք։ 1, 2, 3։ Արսեն Հարությունյան։ Լինեսով եկավ իմ։ Սա արդեն սպորտ չէ։ Նույնիսկ հնարավոր է հաշվարկել չէ, ստեղ էմոցիոնալ պայքար է առաջին հերթին։ Ես տես բաներից ուժեղ եմ։ Տեսնենք Արսենի ինտուիցիան ոնց է աշխատում։ Չքան էլ ուժեղ լինես, ես ասում եմ, որ ընդհանուր առմամբ ձեր իրար հետ հարաբերությունը դժվարացնում է ամեն ինչ։ Կենտրոնացի Արս։ Կլինի այմ մի հատ աշկերների մեջ։ Ինչ ուզում ես ալա։ Վրա չեմ կասկածում, բայց դա չէ գետ։ Հերո, աշկերի մեջ է ուզում նայ, ոչ թե գլխի մեջ։ Ես գիտեմ դու հաստատ դու ես։ Բայրամն այսօր հաստատ դու ես։ Այսօր չէ, ծաղիկ ես։ Չէ, տղեկս իրար հաստատ չէին կընտրի։ Մաշի հետ Բելը երկար ճանապարհ ունենք անցնելու։
Դե մենք սպորտզալում իրար շատ ենք տերում, հաստատ չէիր ընտրի։ Բայց հիշում ես, որ ես քեզ կպել եմ Համ Red կամ Bull-ի դու։ համար։ Ագնես, քեզ դες ուշադիր նայում ես։ Ես եմ դրել։ Երբ նայում էի աշկերի մեջ, հասկացա, որ Ագնեսն է, դրե քեյսը ինձ մոտ։ Չէ, սուտ ասում, չհավատաս։ Չէ, բան չանես, չեմ խառնում քեզ։ Չհավատաս, մի հատ կենտրոնացի։ Արս, ով կուզեր, որ դու հելնեիր, դու իր համար ուժեղ Իսկ թվում է ոչ մեկն էլ չի ուզի, որ ես հելնեմ, անկեղծ եմ ասում։ Արս, ինձ չլսես, ես հասկացա, ես այսօր սխալ եմ։ Ուղղակի ես հիմա խաղա, պետք է մեկին ընտրես, բայց ոչ մեկն էլ չէին ուզենա։ Արսեն քո որոշումը Սիրտս ասում է Ագնեսն է, բայց Մաշը այնտեղ տվայտվում է։ հա, ինձի ասում։ Ես թվերից մեկեզև գուշակելու շատ լավ եմ, զգում եմ։ Մաշը իմ մեջ կասկած էր գցում, հակառակներ համոզում։ Երկուսիցդ մեկն է հաստատ։ Դուք հաստատ չեք։ Մարիամը չէ։ Լավ, Ագնեսը։ Ընտրում եմ Ագնեսին ես։ Գնացեք կանգնեք ընդ։ Չէ, Ագնես։ Ագնես։ Ինչի՞ մտածեցի, որ Ագնես։ Ինձ էլ է հետաքրքիր։ Ասեմ։ Ագնեսը այսինքն ուշադիր վրես էր նայում, ինքը այդ հայացքով ուզում էր ինձ ցույց տալ, որ ինքը չի։ Ես այդ զգացի մեջս։ Ինտուիցիան ու տելեպաթիան ասացին, որ Ագնեսն է։ Դες 60-40 էր, բայց Ագնեսի վրա գնացի։ մի հատ մի վայրկյան էլի։ Ես նայեք, հիմա չեմ ասում ով է։ Դու Ագնեսին կասկածում ես հիմա, բայց դու չգիտես ինքնա թե ինքը չի։ Այստեղ կանգնել է, ես պատտվել եմ, Մարիամին ասել եմ անուն, ում դու տալու ես։ Անկախ ես գիտեմ ճիշտը որն է, չէ՞, բայց այստեղ ճիշտի հարց, ես գիտեի դու ում ես տալու, ում անունն եմ տվել։ Ագնես։ Ես գիտեի որ դու Ագնեսին ես տալու։ Ես Մաշի հետ եմ ուզում շփվել։ Մաշ, Հա, դու վստահ ես որ Ագնեսը չի, ճիշտ է։ հա, ես չեմ հավատում, որ Ագնեսն է։ Ու դրա համար դու ուզում ես որ Ագնեսին չդնի, որ Արսենը խաղի մեջ ու ճիշտ ընտրություն աներ։ հասկացա։ Քո համար ճիշտ ընտրությունը ով էր։ Ըստ քեզ, ով էր դրել Արսենի դիմաց։ Ինձ թվում էր Մարիամն է դրել, ինձ թվում է Մարիամն է ուզում դու դուրս գաս, Արս։ Կոնկուրենցիա։ Արսեն, Հավատս չի գալի Մարիամը կնի։ ես չգիտեմ, բայց ասեմ որ դու ունես կանացի ինտուիցիա, Ագնեսը։ Ագնես քո աշկերը պալի տարեց։ Ագնես, դու հիմա վտանգավոր գոտի ես։ Այո, էլի։ Ալիս ես պատահավոր գոտի։ Թանկ տղավարը մի հատ մոմենտ կա, вообще չդզեց։ Այն սև մոմենտները որ կար, ես դնում էին։ Երխի Արսենին դրիր որ։ Քոյնա դու։ Ոնց է քեին ազում։ Խե չգիտես որ հորոսավ Արսենին հնգերին է։ Եվ այս պահին վերջին փուլն է այս խաղի, վերջին մասնակիցը կգնա վտանգավոր գոտի, Ագնես։ Վերջին մասնակիցը արդեն պարզ է։ 3 հաշվից բացում ենք աշկերը։ 1, 2, 3։ Աչքերս բացեցի, բուրգը դրած էր դիմացս։ Այ քու ասմա։ Արամի մոտ է։ Բեն ասեի տով արի։ Ստացվում է այնպես, որ Մարիամի որոշումից հետո պարզ կլինի վերջին մասնակիցը։ Ապայրամ ջախես տես բրեստան։ Հոսամն ես բրեստան, այմ ոնցոր։ Դա գալիս է բրեստ։ Դու կանեիր։ Մարիամ ջան։ Արսեն։ Դու կանեիր։ Հիմա որ ասեմ չէ, կհավատաս կամ հա։ Անցած բանը հարցրեց, Լևիկը նույնը։ Իսկ դու Հարութ։ Չէ, անի։ Մարիամը մարզիկ է, դա մայր այսպես վճռական։ Սերոջ։ Քո կարծիքը։ Ինչի։ Դու կանեիր թե չէ։ Ինչ անեի։ Այս կդնեիր այնտեղ թե չէ։ Ինչ թե բան։ Չէ, քեզ եմ հարցնում։ Եսի։ Դու ոնց ես մտածում հələ մի հատ վերքու կարծիքն առը։ Մտածում եմ կարելի է մտածել, որ հա։ Մտածում ես ես եմ։ Հա։ Բրախի դա։ Կարեն, դու ինձ ուժեղ ես համարում։
Հավասարազոր մասնակից ես չեմ համարում։ Թույլ ավելի։ Ես համարում եմ, որ դու շատ ուժեղ ես։ Մի րոպե մտածեմ։ Արսենը հաստատ չէր անի։ Մաշա, քո վրա չեմ կասկածում, տղեկից է հաստատ։ Մանրակ քո որոշում եմ։ Սերոշ։ Այ ես խիայ ցավը տանեմ։ Ստացվում է այնպես, եթե Սերոժն ա դրել, Սերոժը վտանգավոր գոտում է։ Հայրամ, դու ասացի, որ աղջիկները հաստատ չէ, բացացի։ Նրանք իմ կողքն էին գտնվում։ Իսկ տենց ավելի ճիշտ չի ռազմավարությունը հենց այդպես, որ դու այդպես չմտածես։ Չեմ կարծում։ Թամի հետ հասցրել եմ մոտիկանալ, մաշը ճիշտ էին վրա կասկածում էր, բայց ես իրա վրա չեմ կասկածում։ Ես կարծում հիմա այն փուլն է, որ եթե դուք ընկերներ չեք, կյանքի ոչ մեկի չարժե հստակ վստահել։ Ես մի հատ Ագնեսին քվեարկել եմ ամեն դեպքում։ Մտածում ես պաստուպիտ եմ արել։ Ես մեռնում եմ Սերոժի համար։ Ամենաշատը մտածում ես Սերոժի, իսկ երկրորդը Կարենի։ Կարենի, երկրորդը Կարենի։ Իսկ ինչի Կարենին չընտրեցիր այդ դեպքում։ Որովհետև այնտեղ Ագնես չկար։ Ամեն դեպքում ավարտենք այս փուլը նրանով, որ Սերոժ կնոք են սեղմի։ Դու լքում ես խաղը։ Դու շարունակում ես մնալ, Մարիամ, դու վտանգավոր գոտում ես։ Ով է։ Արսեն, вообще չէի մտածում։ Քանի որ սպորտ է ու մեկն է հաղթելու, ես այնպիսի քայլ արեցի, որ ոչ մեկ չկասկածեր իմ վրա։ Ինձ թվում է մեզնից բոլորից իրոք ամենաշատը Մարիամն էր ուզում հաղթեր ու իր հուզմունքը իմ համար հասկանալի էր։ Ստացվում է այնպես, Ագնեսը, Էվիկը, Կարինը, Մարիամը, Միլան եւ Գրիշան գնում են վտանգավոր գոտի։ Դուք այս պահին դեռ հաջորդ փուլում եք։ Շնորհավոր։ Իսկ մենք տեղափոխվում ենք վտանգավոր գոտի։ Խաղից հետո արդեն հաղթող մասնակիցների հետ մենք փորձում ենք Da Vinci Sushi-ն, որը շատ թարմ է, համեղ եւ ունի արագ առաքում։ Այնքան արագ, որ շատ շուտ բերեցին մեզ Սևան։ Համտեսեք։ Ես վաստակել եմ այս սուշին այսօր։ Ես միշտ խուսափել եմ սուշից, օրինակ այս սուշին ինչով է առանձնահատուկ, որ կարա օրինակ ինձ գերի։ Կանուշարը ասա։ Իսկ ես ինչով էի բոլորին գերել, որ մտածում են, որ ես բոլորի դեմ եմ։ Չգիտեմ, բայց հիմա սուշիից եկեք խոսեմ։ Ես խաղից եմ ուզում խոսամ։ Ես որպես ֆանատ ռոլերի կարող եմ հստակ ասել, որ ամենահամեղ ռոլերից է։ Հա որտեվ շատ Կարող ես փորձել, շատ եմ լսում Da Vinci-ին, բայց հիմա ինձ խորհուրդ տուր օրինակ որից սկսեմ։ Ես շուկա շատ եմ սիրում։ Դու միջև սկսես, ես Շուկան սա է։ եմ կպրծեմ։ Շուկայով կարող ես փորձել, այո։ Չուկա, հա, այսինքն։ Սա շուկա է։ Չուկա Da Vinci։ Քանի որ սա մեր վերջին խաղն է կիսաեզրափակչի, կրկնում եմ վերջին խաղն է, վտանգավոր գոտու խաղն է, բայց որպես խաղ վերջինն է։ Մեր գործընկեր Հյութը մի հատ մեզի թարմացնի, թարմացեք։ Մի քիչ փորձություն է սպասում վտանգավոր գոտու մասնակիցներին։ Հիմա ես ուզում եմ բացատրեմ խաղը։ Պարտվող մասնակիցները ամրացվում են մեծ գերաններին, իսկ հաղթողները պետք է փորձեն պոկել նրանց։ Եթե հաղթողները չեն կարողանում պարտվողներին պոկել, հաղթողները վերածվում են պարտվողների։ Եթե հաղթողները պարտվողներից գոնե 4-ին պոկում են, 4-ն էլ տեղափոխվում են վտանգավոր գոտի։ Վերջը հիշեցնում եմ, ձեր նպատակն է 3 րոպեվա ընթացքում որևէ 4 մասնակցի պոկել այս փայտերից, փայտը չենք պոկում։ Ճիշտ է, գերանները խրված են շատ խորը հողի մեջ, բայց ամեն դեպքում։ Եվ բերում ենք այստեղ։ Ձեզ խնդրում եմ ամբողջ ուժով աշխատեք, պայքարեք,
Սա ձեր շանսն է եզրափակիչ դուրս գալու, բայց կրկնում եմ, եթե նույնիսկ ձեզ բերում են այստեղ, դեռ դա ավարտը չէ։ Դուք հնարավորություն ունեք հետ գնալու Այո, եւ դուք ձեր գնալու եք դիրքերը վերահսկության ամրապնդելու։ Զոնա։ Խաղի կանոնները լսում եմ, ուղղակի մի բան կարամ ասեմ, այս անմարդկայինը։ Ձեզ 1 րոպե ժամանակ ռազմավարության համար եւ խաղը սկսում ենք։ Գնացինք։ Եկեք նախ առաջինը որոշենք, թե ում չենք մոտենալու։ Ասեմ առաջ, հետո որ հեշտ էլի։ Այնտեղ են նախ կայնալու է դիմադրի։ Ավելի դժվար է։ Եկեք անենք մի լայն։ Կարին էլ ծանր է։ Մի րոպե։ Ամենաթեթևին մի հատիկ, ամենաթեթևին ու թույլին ընտրեք։ Մի րոպե լսի։ Պետք չէ, Պետք է, մենք երկուսով պետք է անենք։ Չէ, մենք Երկուսով։ երկու օքի ընդհանրապես դուրս գալիս։ Այդ քանակ է, մեզ պետք 3 րոպեում։ Քանակ է պետք։ Քանակ է պետք, չի շատ։ Շատ կարևորում եմ ասում, 2 օքուց ավել, լարվածության ներքո ես զգացի մեկը մոտեցավ։ Իսկ արա մեկը հելնի մյուսը մոտենա։ Ինչ ուզում եք արեք, Ընթացքում մի հատ, всё։ Նայեք, երբ որ մեկին բերեցիք այստեղ, ինքը արդեն վտանգավոր գոտու է։ Դուք կարող եք գնալ, իրար չեք կարող օգնել, եթե 2 օքուց ավելա դառնա։ Մնացած դեպքերում խաղի կանոնների մեջ է։ Երբ որ արդեն Արամը բացատրում է խաղի կանոնները, ես հասկանում եմ, որ ձև չի, այստեղ ինչ որ մեկը խանգարելու է խաղը։ Ուշադրություն 1 2 ժամանակը գնաց։ Տենում եմ Արսենն ու Սերոժը հասնում են վրես ու այդ պահին հասկանում, որ անելանելի իրավիճակ է։ Առաջին մասնակիցը Էվիկն է, որ Առաջին մասնակիցը Էվիկին բերեցին ձերքով, դուք ձերքով խփում եք, ձերքով։ Էվիկը արդեն վտանգավոր գոտում է։ Չգիտեմ Ձիկաբրոյի վժովշին տեսել եք թե չէ, բայց այդ պահին ոնց որ ես լինեի այդ վժովշին ու ուղղակի վժվատ էի անում։ Ես ձեռքերը պոկում տալիս էի Սերոժին, ձեռքերը պոկում էի, տեսնում էի էլի ձեռքերով բռնել է էլի փայտից ու տեն շատ դժվար պոկեցին Գրիշին։ Այնտեղ տղաները շատ ուշ պայքարի մեջ են։ Տղաները շատ ուշ պայքարի մեջ են այստեղ։ Երկրորդ մասնակցին են բերում Կարենն ու Արութը։ Մի պահ ես զգում եմ, որ օթերով եմ, նշանակում է, որ ինձ տանում են։ Հարութն ու Կարենը եկան լուրջ որ ինձ պոկեն։ Արի Ագնես։ Բայց բնականաբար իրանց մոտ ոչինչ չստացվեց։ Իհարկե կար այդ վերջին վարկյանը, որ ես հիմա կպոկվեի, ես կծեցի Կարենի ձեռքը։ Ամեն ձևով։ Ստոպ։ Ակտորները գնում են վտանգավոր գոտի։ Ես զգուշացրել էի։ Ինչ է լավ։ Երրորդ մասնակիցը մոտեցավ Ագնեսին։ Թե ասա Թամ ջան, ինչի ես գալի խցկվում այդ ամեն ինչի մեջ, երբ որ գիտես, որ պետք չի կպնել։ Կապ չունի, 3 հոգով ասան Ագնեսի վրա։ Ափսոս էր, որ չնկատեցի Հարութի գալու ու իմ պատճառով պարտվեցինք։ Այս պահին բոլոր 6 հաղթողները գնում են վտանգավոր գոտի։ Ես կանոնը պարզ բացատրել եմ։ Հետո չիլի, ինչ անի։ Մենք եկել ենք արդեն այն զոնա, որտեղ էմոցիաները, որտեղ արդեն չկա անկերություն, կա միայն պայքար։ Սա է մեր սիրելի Arm Games-ը, ոչ թե որ մենք բոլորս միմյանց հետ ընկերներ ենք։ Ինչի՞ չի կարելի։ Որ տեսար ոնց է։ Ես։ Անհավանական էր սա, ոնց ես ասում, ինչական հրաշքեր։ Երկնային հրաշք։ Բայց ես չգիտեմ ֆինալում ով է հաղթելու։ Արի Զեբրիկին հարցնենք, ով է հաղթել։ Դու մենակ ուժը տվել ես բիցեպսների։ Բայց ես վիրավորում։ Ես բժշկականություն եմ սովորում։ Զեյրոն առաջին հայկական AI հարթակն է։ Զեյբրիկը պատասխանում է բոլոր հարցերին։ Արի հարցնենք։ Սպասի մի րոպե։ Եթե սա ճիշտ է, ուրեմն իմ անունը Արի հարցնենք։
Ով է Arm Games-ի հաղթողը։ Նախագծում հաղթողը որոշվում է մրցույթի ընթացքում, դա մենք գիտենք, եւ դառնում է միայն դրա ավարտից հետո։ Այնուամենայնիվ որոշ տեղեկությունների համաձայն մասնակիցներից Արսեն Հարությունյանը, Սերոժը եւ Մարիամը ունեն հաղթելու ավելի շատ հնարավորություն։ Զերոն անցկացնում է վիճակահանություն մեր տաքսիներում թաքնված է 50 iPhone 17։ Պատվիրեք տաքսի եւ կարող եք գտնել մեկը լավագույն 5 վարորդներ։ iPhone 17-ը քեզ, ավտոմեքենան ինձ։ Մարիամ, լավ, թողնենք Զեբրիկին իր մտքերի հետ, բայց պետք է ասեմ, որ ամեն դեպքում սա անկանխատեսելի խաղ է։ Ոնց որ եղավ։ Ես ապշած եմ, գրիշին այդպես էլ չկարողացամ պոկեն Արսեն Հարությունյան և Սերոժը։ Ասում ես, ոյի մեջ նաև բավականի շատ ուժ կա։ Հիմա մենք ենք իրաց պոկեն։ Երեխեք չգիտեմ ով ոնց, բայց ես շատ ուրախ եմ, որ մեր կոմանդայից 3-ս կոնե թե կիսա եզրափակում ենք։ Ես вообще չէի սպասում, որ այսքան կհասնենք։ Լուրջ եմ ասում, բայց չգիտեմ ոնց ենք անում, նենց ենք անում, որ պարտադիր գոնե եզրափակիչ հասնենք։ Այս 3-ս պարտադիր։ Ինչ կասես, Գրիշ։ Վստահ եմ, որ մենք 3-ով կհասնենք եզրափակիչ ու նաև հաղթողը մեզնից մեկը կլինի։ Ես մենակ ուրախ կլինեմ։ Աստված տա։ Cheers։ Երևի ոչ մեկ չէր պատկերացնում, որ նախորդ խաղից հետո ուղիղ 180 աշճան խաղը այսպես իր կանոնները կփոխեր։ Բայց դուք եք մեղավոր։ Նայեք, 7-րդ հաղորդումը դա շատ կրիտիկական հաղորդում է։ Այստեղից հետո մենք մտնում ենք եզրափակիչ, ոչ թե խաղ, եզրափակիչ փուլ։ Այսօրվա ամբողջ օրվա, այսպես ասած, փորձություններն եղել են էմոցիոնալ։ Այստեղից շատերը ճիշտ էմոցիոնալ հաշվարկների արդյունքում հաղթել էին։ Մյուս վեցնակը հայտնվել էր վտանգավոր գոտում։ Ես խաղը սկսելուց առաջ պարզ է, որ ավելի առավելություն ունեին հաղթողները։ Որտեղ երկու հոգով էին հարձակվում մեկի վրա։ Բայց հիմա որոշում են արդեն պարտվողները։ Բայց ես նշեցի, որ եթե հանկարծ ասեցի նայեք, ես զգուշացնում եմ հատուկ էմոցիաների ներքո 3 հոգի մոտեցան, կպան մասնակցին, ամբողջ թիմը մեկ մասնակցին։ Այո, ամբողջ թիմը գնում է քվեարկության զոնա։ Եվ այսպես բավականին շատ մասնակիցներ այստեղից գնալու են տուն։ Դուք չգիտեք քանակը։ Ես երբևիցե ձեզ չեմ ասի քանակը, որտեղ այլևս հաշվարկների ժամանակ չի։ Ասեմ ավելին հնարավոր է լինի վերաքվեարկություն։ Այսինքն որևէ մասնակից դուրս գա, շատ ձայներ հավաքի, մյուսներին ձայներ չգնա, լինի վերաքվեարկություն, որտեղ կրկնում եմ, երկու հոգին 100% լքում են նախագիծը, 100%, հնարավոր է նաև լքի ավել մասնակից։ Երկուս եւ ավել մասնակիցներ քվեարկության արդյունքում կլքեն Arm Games-ի կիսաեզրափակիչ փուլը։ Ինչպես տեսնում եք, Նորտոնը ձեզ հնարավորություն էր տվել, որ դուք կարողանայիք ընտրել պարտվող մասնակիցներ։ Այո, սա վտանգավոր գոտու մասնակիցների համար։ Բայց այս պայն հնարավորությունը Նորտան կողմից ձերն է, պես որ դուք կարող եք որոշել, այս որոշիչ պահ է ձեզ համար։ Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ Նորտան հետ վերանորոգումը միշտ շահավետ է։ Միշտ։ Այս պայն քվեարկությունը համարում եմ բացված։ Հանգարաններ եկեք, ասեմ ինձ ով անդրելու տղավարի։ Նայ, Միլենան անդրեմ, Մարիամն անդրեմ, Արն ոնց է, Գրիշն անդրեմ, մեկ է։ Նրանք ամիտ 3 ձայն գնաց Սերոժին։ Այդ կարլավ ոչ բան չեմ ասել։ Եկեք, արի։ Կարոջ 3-ով։ Գմերն Լավ ինձ կացանք էտ ուղղեք տենց անել։ Իմ համար Կարենը շատ ուժեղ խաղացող է, ես ուզում եմ, որ ինքը գնամ։ Սերներս, ես լսեցի, որ մասնակիցներն ասեցին քվեարկենք Սերգեյին եւ Կարենին, որ լինի վերաքվեարկություն, բայց երևի հիշում եք ես ինչ ասացի, որ գոնե երկու մասնակից հստակ լքելու են նախագիծը եւ հնարավոր է ավել։
Եվ այս պահին դուք 6-ով քվեարկեցիք երկու մասնակցի, այնպես որ Կարենին ու Սերոժին հրավիրում ենք տումբաների առաջ, որտեղ Կարենը, Հովանեսյան եւ մեր մարզիկը Սերոժը այս պահին լքում են Արգեմսի կիսայզապակիչ փուլը։ Կյանքը լավ վարդը դաշտում չի մնում։ Բրատուխա։ Ես մասնավորապես Կարենի համար եմ շատ ցավում։ Ես ուզում եմ ասեմ, էլի Կարենը մեր ամենահնաբնակներ, ես ներքին երկու մասնակից եմ մտածում, որոնք կարող են հաղթել, անկեղծ եմ ասում, մեկը Կարեն Հովանեսյան, Կարենը պարտվեց իր թիմի սխալի եւ նաեւ քվեարկության արդյունքում ես Կարենին համարում եմ հաղթող, բայց Կարեն, սա խաղը ու իր կանոնները մենք այլևս չունենք իմունիտետ, մեր իմունիտետն ավարտվել է, մեր իմունիտետը նույնպես ավարտվել է եւ ցավոք պետք է ասեմ, որ Կարեն Հովանեսյանը լքում է Արգենսը։ Կարեն Հովանեսյանը լավագույն խաղացողներից մեկը։ Այո։ Ես կուզեմ քո վերջի խոսքը ասես, կա։ Հետո նաև Սերոժին կուզեմ լսել։ Իրականում երբեք չի կարելի խաղի շրջանակում նեղանալ կամ կոալիցիա կազմել, որովհետև հիշեք, որ յուրաքանչյուր պահի դուք եւ ձեզանից յուրաքանչյուրը կանգնելու է այդ քվեարկության աթոռի մոտ, չգիտեմ ինչի մոտ, ու յուրաքանչյուր պահի հիշեք, որ եթե նույնիսկ այս մտերմությունը դուք ստեղծել եք ու փորձում եք հանեք խաղացողին, ինչ որ մի օր դուք միասին կանգնելու եք իրար դիմաց։ Հիշեք, որ նաեւ նայելու եք իրար աչքերի։ Ես շնորհակալ եմ յուրաքանչյուրի ձեր յուրաքանչյուր որոշման համար, ազնվության համար նաեւ ինչու ոչ։ Ու ուզում եմ, որպեսզի հաղթի այն մարդը, ով իսկապես շատ ազնիվ պայքար է մղում հաղթանակի համար, ոչ թե կոալիցիա կազմելով հետո նորից ինչ որ կերպ լավ խաղացողին դուրս հանի։ Լավ խաղալու ամենաառաջի գրավականը ու լավ մասնակից լինելու առաջի գրավականը նա է, որ ազնվության հիմքի վրա պիտի լինի։ Ու թող հաղթի միայն ու միայն ազնիվ մասնակիցը։ Ես ուզում եմ բացատրել Կարեն Հովանեսյանին, նաև իսկում է ոնց օրիկն ասում, արմյանսկի взрыв, նաև մեր նախագծի խարիզման։ Սերոժը նույնպես լքում է, ես կուզեմ Սերոժն իր խոսքը ասի։ Ադե ինչ ասեմ, որս արի։ Նա լավ դրական բան ասա։ Ալի աղջիկ են ինչ ասեմ որ։ Անցած հաղորդմանը Միլային որ ծաղիկ տվեցիր հիշում ես։ Ոնց չեմ հիշում։ Ինչ լավ քվեարկեց հոնեց քեզ։ Բանեք սարքե դուք հայոց պատմությունն եք, ծաղեք այլի։ Լավություն անողի գլուխն ստեն ասեց ծակա։ Սերոժը նույնպես ելնես լքում այս պայն մենք հրաժեշտ ենք տալիս մեր տղաներին սերներս։ Ցավոք, բայց այդպես է։ Ու այս այն պահն է, երբ արդեն դուրս եմ եկել։ Շատ անհավանական ձևով եմ դուրս եկել։ Սերոժին ու Կարենին հանեցին, հասկացա հաջորդը ես եմ։ Ես հույս ունեմ, որ նույն կերպ դուրս կգան այն մարդիկ, որոնք ինձ սենց հանեցին խաղից։ Arm Games-ը ֆանտաստիկ խաղերից մեկն է ու հնարավորություն է տալիս մարդկանց շատ ավելի լավ մարդկանց այստեղ ճանաչել ու լավ ճանաչել մարդկանց։ Սերոժ, վերջը դուրս եկար խաղից։ Դուրս եկայի հանին է հորոսարով։ Ձեզ թվում է թե ամեն ինչ ավարտվում է, բայց ոչ։ Այսինքն այս պահին եւս մեկ մասնակից, այս 4 մասնակիցներից պետք է լքի Arm Games-ը։ Մենք եզրափակիչ են գնալու 9 մասնակցով։ Բայց մյուս կողմից հետո խաղը ուրիշ ձև է լինելու, եթե մենք հիմա Ասեմ ինչ օրինակ ես ինչի ուզում Կարեն դուզը, ես որ ընկնեմ Կարենին, ես կյանքում չեմ կարա հաղթեմ։ Իրանք իմ ձեռը նենց են բռնում, ես չեմ կարա շարժեմ, ես շանս չունեմ հաղթել։ Բայց էլ ուժային չի լինելու։ Ով ասեց։ Միշտ է կա ուժային ֆակտոր։ Աղջիկներին հաստատ չէ, որովհետև իրա խարակտերի վաճառով իմ համար։ Տեսեք, ես կարայի ասեյ։ Լավ։ Եկեք սենց անենք։ Քանի որ այս քվեարկության իմաստն ու նպատակը նա է, որ մասնակիցները անհատական ցույց տան իրենց որակները, բայց ես քանի որ զգում եմ եւ տեսնում եմ, որ դուք Կարենի խոսքերը չեք հասկացել, ես ավելի կլարեմ մթնոլորտը, ավելի կթեժացնեմ մթնոլորտը եւ կփոխեմ նույնիսկ ին որոշումը, կփոխեմ այն ինչ որ Մարիամն է սիրում կամ չի սիրում։ Ես այսպես կանեմ։ Ես տեսնում եմ, որ կա լարվածություն, որը կարա կոտրվի։ Ես ուզում եմ լարվածությունը մնա։ Գրիշը, Ագնեսը, Էվիկը, Միլան, Մարիամը, Կարինը, Մաշը, Հարութը, Թամը, Արսենը Հարությունյան 10 հոգով անցնում են եզրափակիչ։ Ինչի եմ ես այս որոշումը կայացնում, որովհետև ես զգում եմ, որ
չեմ լսում ինչ որոշում, բայց լսում եմ, որ մարդիկ ուզում են որոշեն, որ մեկի դեմ քվեարկեն։ Իսկ այստեղ քվեարկության իմաստը, որ նաև մեր հեռուստադիտող ուզի տեսնի, թե ով ինչ որոշում է կայացնում անհատապես, ով է ինքը անձը այս նախագծի մեջ։ Ոչ թե մենք, այլևս մենք չկա կարանը շատ լավ խոսալ։ Ու ես ձեզ խոստանում եմ, որ այստեղ եզրափակիչ փուլի ժամանակ Մարիամը Միլան դուրս կգան միմյանց դեմ։ Էվիկն ու Ագնեսը դուրս կգան միմյանց դեմ։ Ոչ մի ընկեր չի մնա անպատիժ մեր նախագծում ընկերություն անելու համար։ Մենք տեղափոխվում ենք եզրափակիչ։